կալուգացի Սամո, դու օտարերկյան լրտես ես։ Իրանց հետևից ամեն մեկ հետևից մի հատ թուրքի բեղ է երևում։ Նիկոլ Փաշինյան, Սամվել Կարապետյան հեռակաբանավեճը այսօր նոր թափ ստացավ մարզային քարոզարշավի ընթացքում։ Օտարերկրյա գործակալ մեղադրանքին հաջորդեց թուրքի բեղեր կոշտ հակադարձումը։ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում քարոզարշավ անող քաղաքացիական պայմանագրի առաջնորդը առավոտյան խաղաղության օրակարգից էր խոսում։ Ժողովրդին հորդորում տեր կանգնել խաղաղության եւ ահազանգում, թե այդ խաղաղությունը խաչաձև կրակահերթի տակ է։ 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին Բաքվից ամենաբարձր մակարդակով պարբերաբար հնչող պահանջը Հայաստանում դարձել է նախընտրական բանավեճի առարկա։ Ընդդիմադիր առանցքային որոշ ուժեր պնդում են, թե Փաշինյանը կատարելու է Ալիևի նաև այս մի պահանջը Հայաստան թողնելով 300,000 ադրբեջանցիների, մինչդեռ իշխանությունը հերքում է, թե նման մտադրություն ունի։ Եվ հենց այստեղ Փաշինյանը հիշեց ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին։ Կալուգացի Սամո, դու օտարերկյան լրտես ես, ընդ որում անուղեղ լրտես, որովհետև դու չես հասկանում, թե ինչ ես անում, դու չես հասկանում, թե ինչ ես անում, դու փորձում ես 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարցը դարձնել Հայաստանի քաղաքական օրակարգ, եւ ես ասում եմ, անուղեղ լրտեսները ձայն պիտի չստանան։ Մինչև երեկո ինքը կստանա իր պատասխանը։ Ինչ խանգարում հիմա այսօր հենց այս Պատասխանը հետաքրքիր է լինելու։ Ուժեղ Հայաստանը կեսօրին էր Գեղարքունիքում քարոզարշավ իրականացնում, երբ փորձեցինք դաշինքի առաջին համարտ Նարեկ Կարապետյանի կարծիքը լսել իր հորեղբորը օտարերկրյա գործակալ անվանելու վերաբերյալ։ Երբ որ ձեզ անվանում են օտարերկրյա գործակալ, սրակները ուղղվում է դեպի հյուսիս, Ռուսաստանի ուղղությամբ են, ուզում եմ հասկանամ, մարդիկ ինչ պետք է այս մասին։ Իրանց հետևից թուրքերի բեղերը երևում է։ Իրանց հետևից ամեն մեկ հետևից մի հատ թուրքի բեղ է երևում։ Թող իրանք մի հատ այդ հարցերին պատասխանելու են։ Ու մինչ Արմավիրում Փաշինյանը հորդորում էր ձայն չտալ իր ձևակերպմամբ եռագլուխ հրեշին, սևանցիներին Կարապետյան կրտսերը վստահեցնում էր, որ հենց իր հորեղբայրն է այն մարդը, որ մեկից կարող է 100 սարքել, իսկ 100-ից 1000։ Այս աստվածատուր հնարավորությունները օգտագործող է պետք։ Մի տղամարդ էլ փորձեց պարզել, իսկ այդ հնարավորությունների մեջ մտնում է արդյոք Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը։ Դժվար է, բայց օրակարգային հարց է, Կարապետյանի արձագանքներ։ Բախի մեր գերիների հարցով երբեք ոչ մեկի մտքով չի անցնում։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ բանակցությունների ժամանակ իրենց մեծ մասին հետ բերենք։ Ու մենք վստահ ենք դա կանենք, բացի շատ մեծ խնդիր է իհարկե սպայական կազմի հետ կապված հարցը։ Չարի վերջը կլինի, սա արդեն մարզի բնակիչներին տեսաուղերձի միջոցով խոստացավ տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանը։ Մենք միասին տալու ենք չարի վերջը, փոփոխությունը գալիս է, հաղթանակը գալիս է, ուժեղ Հայաստանը գալիս է։ Իսկ ուժեղ Հայաստանում խոստանում են տնտեսական հրաշք, 300,000 աշխատատեղ, ծայրահեղ աղքատության վերացում, 5-րդ երեխայի դեպքում բնակարան։ Լավ ապահով բարեկեցիկ կյանքի մասին առաջին անգամ չէին լսում ոչ միայն այս մարզի բնակիչները։ Տնտեսական բարեկեցության առաջարկը ընտրությունից ընտրություն փոխանցվող խոստում է։ Եթե արած լինեին, խոսույթը ուրիշ կլիներ։ Մենք հիմա պետք է ամեն ինչ անենք, որ գոնես դասարանը ավարտենք, գործազրկության հարցը լուծենք։ Դա է մեր ծրագիրը։ Ռեսուրսները ո՞րն են մեր։ Մենք պետք է ունենանք ինչ որ հնարավոր ռեսուրս։ Հայաստանի Հանրապետության ռեսուրսները բազմապիս են։ Հայ ազգի, հայ սփյուռքի պոտենցիալը, մեր ներմուծումը ամբողջությամբ որ կարելի է տեղում արտադրել։ Մեծ ռեսուրսներ ունենք։ Նախընտրական խոստումները բրոշուրի տեսքով սևանցիներին բաժանեց Սամվել Կարապետյանի եղբորորդին քաղաքի կենտրոնական փողոցով քայլերթի ժամանակ։ Ոմանք լուր վերցնում էին, ոմանք լուսանկարվում նրա հետ ու ողջագուրվում, ոմանք էլ իրենց խանութների դռները փակ էին պահում եւ սրտիկներ փոխանցում, թերևս ակնարկելով, որ ՔՊ-ի համագիր են։ Որովհետեւ ամեն իրաց աթորի գրպանի հիմար են կռիվանում։ Մեզ ինչ են արել այսքան ժամանակ։ Մեր երեխեքը տանջվում են, ապրում ենք, վերջ։ Թող բոլորն էլ իմանան։ Ղարաբաղը մեզ են տալու, որ իսկ թուղթը մեզ են տվել, ասում եմ մի օր չեն տալ, ասում 3 տարի է ես տեղում տվել են, չէ։ Շատ վաղուց որոշել եմ, որ Սամվել Կարապետյանին ընտրեմ, իմ եղբայրը Մոսկվայում իր մոտ աշխատում, եղբայրս զանգի ասել է, որ պարտադիր մենք Սամվելին պետք է ընտրենք։ Մեկին էլ չեմ հավատում, էլ չեմ